պետություն, որը բոլոր իմաստներով անկախ է, մի ժողովուրդ, մի հատված, որը գիշեր ցերեկ մեռնում է ռուսի տակը մնալու համար, այն էլ կիսադիակի վրա։ Այսինքն պատկերացրեք, ասեցի հազարավոր տարիներ, հիմա ինչ-որ է դրանից էլ դի ուրեմն օրինակ վերցնենք, եթե օրինակ վերցնելու կարողություն ունենք դա, բայց պատմությունը շատ բաներ պարտադրում է եւ ասեմ հետեւյալ, ուրեմն մենք եղանք մի շաբաթ ուղիղ ուրբաթ եւ ինձ 5 օր Թեհրանում եմ եղել, իմ ընկերները գնացին Իսվահան, Իսվահան, գիտեք, մայրաքաղաք, հայկական համայնք, Փարիզն է, էլի, եթե բանը չասենք ուրիշ իմաստով, ես գնացի ուրիշ տեղ, որ իմ նպատակների մեջ էր եւ շնորհակալություն Իրանի իշխանություններին, որ այդ ծանրությունը դարան, որտեղ դա ծանրություն է, ինչ-որ պետք է ասեմ։ 5 օրում ուրեմն ես երկու բացի մեկ բաց ուրեմն համալսարանական դասախոսությունը, որը տևեց Իրան-Հայաստան եւ տարածաշրջան պատմական եւ արդիական Խաչաձևում մշակութային բանով, որը տևեց շուրջ 3 ժամ, 2.5 ժամից ավելի, պարզապես իմ այդ զեկուցումը եղել է Դավիթ Երանոսյանը, իմ կուսակցական ընկերը, ուրեմն մշակութային երկխոսության մասին հրաշալի կարճ հաղորդում տվեց, որի համար նաև Իրանի առաջին հեռուստաընկերությունն անմիջապես տարավ հարցազրույցները եւ դահլիճը բազմականակ չէր թվով, որտեղ ինձ կանխավասել է մասնագիտական է լինելու եւ ուսանողներ, այսինքն ամբողջով լցվենք, մի հատ լցվենք եւ այսպես ասեմ, ես բազմաթիվ նոր բաներ եմ ասել, ինչ որ էստեղ եմ ասում եւ մարդիկ շատ լավ ընդունեցի սկզբից եւ ստանդարտից դուրս են բերել մեր զեկուցումները իրենց պահանջարկի իմաստով, կասեմ ինչ իմաստն է խոսքը, բայց ուրեմն այսպես քանի ուրեմն 5 օր որ զեկուցումներ են եղել, կարդացել եմ 4 դասախոսություն, զեկուցում ավելի շուտ, բանավեճ կլոր սեղան, ինչ կուզեք ասել, որոնցից մեկն է եղել բաց, իրենց որոշումը, մյուսները փակ են եղել, եւ այդտեղ եղել է անկեղծ խոսակցություն հետները, ուրեմն իմ պոստուլատներն եմ շարադրել եւ որոշ պոստուլատներ ասել եմ շատ հնցած են եւ մեզ համար ոչ ընդունելի։ Քանի որ գիտական բանավեճ է եղել, առանձնապես բան չի եղել, էլի։ Մի խոսքով ասեմ հետեւյալը, ամեն զեկուցում բառացիորեն ֆիզիկական իմաստով 2.5 ժամից պակաս չի տևել, որովհետև սկզբից եթե թերավտություններ լինում շատ արագ ոնց որ այդ անկեղծ զեկույցների մեջ դուք ունեցել եք այդ դիրքորոշումը, որ ժամանակն է, որ դուք գործող քայլերով այո ունեցել եմ եւ հայտարարությունների ձևով ավելին եմ ասել, քան այդ ասեմ առանց դետալներ չարժի էլ ուղղակի թիվն եմ ասում այդ ինչ-որ բաներ, որովհետև ինչ թող իրենք հրապարակեն, բայց դե բարձր իրենք ձայնագրել են էլ իմ ասելը, չի, ինձ թարգմանել են, փայլուն թարգմանություն է եղել, բացի առաջին հանդիպումը, որ ես պահանջեցի, որ թարգմանչին փոխել, որովհետև ես գեոքաղաքականության տերմինաբանություն, քաղաքագիտության եւ այլն տերմիններ էի օգտագործում, թարգմանը չէր կարողանում, մեր մոտ հայրս մոտ պատկերային մտածողություն է զարգացած, որը չի տանում ճշգրտության, ասենք դուք ասում եք Թուրքիայի հարաբերությունները կանոնավորում են, մեկն ասում է մենք եղբայրանալ չենք ուզում, մենք բարեկաման կանոնավորում, ոչ եղբայրությունը, ոչ ուրիշ բան է, բայց կողքն է պետք է ինչ-որ հարաբերություն կանոնավորես քաղաքական եւ այլն։ Ուզում եմ ասել այսպիսի բաներ եւ որովհետեւ ես ազատ լինեմ եւ կարծում եմ որ հաջողություն ունեցա ես առանց բանի ես գլուխ գովել չգիտեմ բայց ասեմ որ դա ատում եմ բայց դե համեստությամբ երբեք չեմ տառապել դա էլ հիմարություն եմ հաշվում ավելորդ համեստությունը օբյեկտիվորեն այն ինչ որ դրա համարից որ ասում են լավատես է չէ աշխարհում եք ասում ես լավատես չեմ ոչ վատատես եմ ես իրատես եմ ես քաղաքական գիտությամբ եմ զբաղվում բարտավոր լինել իրատես մարդիկ էլ լավատես են ասում Ինչպես ասեմ, ինչն էլ բան է, երկու բան ասեմ, որ բոլոր տեղերում ասել եմ, իհարկե դա մի քիչ լավ չի ընդունվել սկզբից, տարօրինակ բան է թվացել, բայց
իրավիճակը մեր պատերազմը պարտվելուց հետո մեզ պարտադրում է հայերիս անկախություն այնքան սիրել, որ կարողանալ անպայման պետություն անկախություն ուժեղացնել։ Մենք տարբերակ չունենք, եթե ուզում ենք մեր հայրենիքի, այսինքն ասել եմ մեր թուլությունը մեզ պարտադրում է գերլարում առաջացնել եւ լինել անկախ պետականություն ավելին, քան եղել ենք, իրական անկախություն։ Այս մեկ քարտեզը հիշեք Հայաստանի Հանրապետություն, այս քարտեզը պատկերացրեք, որ իմ ասած այնտեղ եմ ասել, որ հասկանալի լինի։ Առանց քարտեզի դա չի հասկացվի։ Եվ երկրորդը ասել եմ, որ դուք Սիրիայում շատ ծանր պարտություն եք կրել, եւ դուք ռուսները քծված եք այդտեղ, որտեղ ռուսները ձեզ չօգնեցին, ինչպես որ Արցախահայությանը խաբեցին եւ հանձնեցին ադրբեջանցիներին։ Հիմա չգիտեմ ինչու են հաջողել ձեր մոտ, որտեղ դուք պետություններ եք, բայց այսպես է, հիմա Սիրիայում, եթե այսօրվա հաշվով չէ, բայց մի քանի շաբաթով հաշվով Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, ուղղակի դուք չկաք եւ չկա Ասադը, երկուսը քծված եք այդ իմաստով։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Սիրիայի բարակայով Իրանի մերը պարզ է։ Մենք պարտադրված ենք անկախանալու, ասեմ, նաև կաթողիկոս չի, ով լինի, բոլորին լցնելով փոսը պետության անկախությունն ամրապնդենք, ունենանք եկեղեցին մեր։ Հիմա սրան դուք պարտավոր եք այսպիսի բան, Սիրիայում չլիներ Իրանի համար նշանակում է Հեզբոլլահի թուլություն կամ չեմ խիստ ասեմ, բարեկրթություն վայեմ, Գազա եւ այլն, Իրաք, դուք շարժվում եք դեպի արևմուտք, արևմուտք է լինում, չէ, միջին արևելքից ասեմ եմ ձեզ դուրս են մղում եւ դուք չեք կարող այսօր վերադառնալ, բայց ինչ կարող եք անել, էս է հարցը, ուրեմն մեր վիճակը եւ դուք ուզեք չուզեք իրար հետ համադրված եք գործելու, այդ որ ասում եք բայ եկան, համադեմ բան մենակ ինքն է եկել, ռազմական նախարարքանը որ առաջ էր, այստեղ Լավրովի հետ հենց զուգահեռ օրը, ասում եմ այսպես եւ դա բարտավորեցնում է ձեր աշխարհայացքի մեջ մի բան փոխել, իմպերիական մոտեցումը փոխել, որ դուք մեզ հովանավոր եք, եթե դուք ուզում եք հովանավորել, նշանակում Հայաստան թույլ պետք է լինի, եթե Հայաստանը թույլ է լինել, դուք այդտեղ տեղ չունեք, մեր ռեսաստրուկները ռուսի կբերեն, այնպես որ միակ ճանապարհը, որ Իրանին ձեռնտու է, Հայաստան ուժեղ եւ ուժեղացված տեսնելն է, մեզ խիստ անհրաժեշտ է Իրանի կայունությունը ճանապարհներ եւ այլն այս բաները, այս երկու հանգամանք ասել եմ, երկուսից պարտավորեցնում են իմ ասած ճանապարհով գնալ եւ այստեղ ինչ է կարեւորում, այդտեղ կարեւորվում է հարավ-հյուսիս ճանապարհը, այն մայրուղին, որ ագարագով անցնում է Իրան եւ որ գալիս է Հայաստան, որի ճանապարհաշինությունը շատ ակտիվ լավացել է եւ ասում են որպեսզի դուք զգաք ինչպիսի լրջություն ունենք մենք որպես պետություն, դուք պետք է տեսնեք թե ովքեր են ուրեմն Զանգեզուրում Սյունյաց այս մայրուղու վրա թունելները կառուցում, տենդերները շահել են իրանական ընկերությունները, ասում են դուք լուրջ մարդիկ եք, իրականում շատ լուրջ միջավայր է, ասում հասկանում եք, որ այդ տենդերները կարող են շահել ուրիշ թունելագործներ, ասենք Շվեյցարիայից, բայց ձեզ է հանձնված, սա ժեստ է ճանապարհի համապատասխանության, որտեղ իրենք չունեն, ընտիր ճանապարհներ ունեն, նախանձից կմեռնեք, ինչ ճանապարհներ են, որևէ մեկը, բայց նախանձելու բան չկա, սովորելու բան կա, եւ պետություն ունենալու բան կա, պետություն ունենալու, պետական կարգ ունենալու բան կա մեջը։ Մի խոսքով եւ ասում են, որ հարավ-հյուսիսը հիմա եթերով են ինքը մի ճյուղավորում ունի, ինչի մասին երկար եմ խոսել, առաջ օրը մի քիչ ոնց որ թե շատ արագ չընկալվեց, որովհետեւ շատ նոր բան եմ, տեսեք, ասում եմ, նախ ձեզ որևէ մեկը չի ասել, չի համարցել, որ Սիրիան թուլացել եք, չկաք, ուրեմն դա փոխում է վիճակ, ես ասում եմ, բայց որ մեր լուծում ենք, մենք հասկանում ենք, եւ անեն, ահա հիմա ինչ է լինում, ինչ կարող է դառնալ հարավ-հյուսիսը, եթե կարող է դառնալ ծովից ծոց մայրուղի, ինչ է նկատում, Սև ծովով ճանապարհը գալիս է Հայաստանյան այս մայրուղին, ինչ որ ասել, հիմա նախագիծն եմ ասում, այդ մայրուղին Թեհրան, Թավրիզ, այնտեղ ուրեմն
բանով անցնում եմ մինչև Հնդկական օվկիանոս Չաբար նավահանգիստ Օմանի ծոց է իջնում Հնդկական օվկիանոս, որը Պակիստանի կողքն է։ Եվ այս ճանապարհը կարող է աշխատել եւ Հայաստանը դուրս կգա ծով, պարտադիր չի սև ծով, Իրանը դուրս կգա Եվրոպա սև ծովով եւ այլն։ Եվ այս առաջի օրերը չէ, երկրորդ օրը չէ, ասել էի, երրորդ օրը տեսա, որ իմ բաներ ովքեր որ դիմել էի, որ ես անպայման Չաբահարի նավահանգիստ եմ ուզում գնամ, աչքովս տեսնեմ, այդ ծովածոցը արժևորեմ, իմ պատկերացումը նաև ներկայացնեմ եւ Հայաստանում եւ Իրանում եւ աշխարհում եթե կլինի ինչու որտեղ պիտի հասկանամ ես ինքս ինչ եմ առաջարկում այնտեղ ասեմ հետը ուրեմն դա լինում է այսպես անվանենք հա ծովից ծոց ուրեմն այդ մայրուղի որը սկզբից ընդվզում մի քիչ առաջացրեց անդեղյակության իմաստով թե դա կարևոր բան է հետո վերջում ասեցին տոմսը պատրաստ է այսօր կարող եք գնալ երկու ընկերներ հրաշալի մեկը պարսիկ, մեկը ուրեմն հայ, այսինքն երեք տոմս ասին ինքնաթիռը թռնում է, այսի ժամին մի խոսքով եւ այսպես ես եղա Չաբարի ուրեմն նավահանգստում քաղաք ամբողջովին մեքենայով շրջեցինք, այդ բոլոր իրանական կողմը կազմակերպել է ասեմ ձեզ երեկոյան դե շատ շոկ է դուրս եկանք այդ բոլորը լուսանկարվել եթեր եմ դուրս եկել եւ նաեւ աշխարհի հայությանն եմ դիմել որ լոբինգ արեք այս ճանապարհը աշխարհի տարբեր երկրներ նաեւ շահագրգիռ ձևով հասկանան որովհետեւ դա Բանդար Աբասից դեպի արևելքը Պակիստանի սահմանի վրա է հիմա գիտեք հարցը ինչն է Կարծում եմ որպես առաջի փորձ շատ հաջող էր, մնացածը չեմ ասում քննարկման ժամանակ ինչեր են եղել, ինչեր չեն եղել, որովհետև մի դեպքում դուք եք նստել 8 հոգի, 15 հոգի, բոլորը ասեմ պատասխանատու նախարար մեկին ասեցին, որ ասենք պաշտպանության նախարարության ներկայացուցիչ նախարարն ուղարկել է զեկուցմանը եւ այլն էլի այսինքն բարձ է չէ պատասխանատվությանը հիմա եւ այսպես ինչն է այդ Չաբարի նավահանգստի առավելությունը նախ քաղաքը հին է թվում է ավերակներ բաներ բայց դրա կողքին ասեմ բարձրանում են հսկայական շինարարություն է գնում էլ մետալուրգիական հսկա գործարան քիմիական գործարան աչքիդ առաջ դեր քիմիական, չգիտեմ, այս մի բանի հետ, նաև նոր շինա, հյուրանոցը, միջազգային ստանդարտում, որ մնացին, թվում է հեռու կորած տեղը, կիսանապատ վայրեր են, Բելուջիստանն էլ է, այնտեղ հիմա դրա առավելությունն ինչն է, ուրեմն այդ նավահանգիստ օվկիանոսային նավեր կարող է ընդունել խորն է, Բանդար Աբասի հակառակ, Բանդար Աբասը շատ ծանրաբեռնված է, նաև այնտեղ կռիվներ բան շատ է լինում, կոնֆլիկտային է, ինչից մենք օգտվում ենք, էլի Եթե դա լավ կառուցվում է, Հնդկաստանը կողքին է, Բոմբեյ կամ Մումբայ, խոշորագույն նավահանգիստը ինքը ուրեմն այդտեղից ապրանքափոխադրություն եւ մարդիկ պիտի իմանան, որ Հնդկաստանը աշխարհի երրորդ տնտեսությունը եւ շատ արագ է զարգանում, որը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ, մեզ համար գերազանց, մեզ հետ գերազանց։ Ես դա ասեցի, ահա, ինչ որ զուգորդում է առաջանում շահագրգիռ պետությունների, իսկ Հնդկաստանից զատ էլ հիշեք, որ ապրանքահոսք է այնտեղ Ավստրալիա, բայց Ավստրալիա մի քիչ այլ պարագա է Ինդոնեզիա, Մալազիան, որը Սինգապուր է դառնում, ապագայում, եթե դառնա Սինգապուր են ասում, Վիետնամ, այսինքն հարավ-արևելյան Ասիան իր ահռելի տնտեսական պոտենցիալով գալիս է, եւ նա Չաբարի մայրուղով արդեն ճանապարհներով կարող է Զանգեզուրով եւ այսպես Սևձոր դուրս գա Ռուսաստան եւ այլն եւ ահա համբերման ահա խնդիր որի վրա ես ամեն մի զեկուցման ժամանակ ուրեմն բնդեցի եւ երկու առաջարկ արեցի ասեցի որ հետեւյալը որ 44 օրի պատերազմի ընթացքում դուք թվում է թե մեր դաշնակիցն եք բայց Ադրբեջանի հաղթանակին նպաստեցիք եկեք եթե եղբայրորեն ճիշտ խոսենք բայց գիտությունը պահանջում է ճշտախոսություն բարձ է չէ
դուք մեզ հետ խոսելուց ամեն մեկը ասում եք, որ պանթյուրքիզմի վտանգ Հայաստանի համար, բայց եւ ձեզ համար, ասում եք, մեզ համար էլ է պրոբլեմ, բայց դուք պանթյուրքիզմի պետություն ուժեղ հացրեք Ադրբեջանին եւ հիմա ստիպված եք տասնյակ հազարավոր դոլար ծախսել բանակային զորավարժություններ անել Ադրբեջանը զսպելու համար։ Իսրայելի մասին եք խոսում, մեր ինչ-որ հարաբերություններ եւ մենք ինքնիշխան ենք, դա իմ ասածն է, մենք ցանկացած պետության հետ պիտի հարաբերվենք եւ դա կուսակցության տեսակետն է, իշխանությունը գիտի եւ այդպես կա, այսինքն Իսրայելի հետ, մյուսի հետ մենք, բայց մի բան 100% որ ասում եմ աշխարհի համար, մենք երբեք որևէ կերպով Հայաստանի տարածքը որևէ մեկը չի տրամադրի Իրանի դեմ որևէ գործողության։ Դուք Հայաստանից ոչ մի վտանգ չեք ստանալու, սա հաստատ է, բայց որ պետք է հարաբերվենք նրանց հետ էլ, դա էլ է հաստատ։ Ինչ չափով դե մենք Իսրայելի հետ շահերը չունենք, որ շատ հիմա Թուրքիայի հետ պետք է մեր հարաբերությունները կանոնավորենք, Ադրբեջանը չգիտեմ ինչ կլինի, եւ այսպես մի խոսքով այսպեսի խոսակցություններ Պաշինյան կարծում եմ մենք դեռ կհասնենք անդրադառնալ, որովհետեւ եթե այդ հարցերը քննարկել եք այնտեղ, այստեղ որոշակի շրջանակներում ամեն հանդիպմանը եղել են դեմ կողմ, եղել են մի շատ լավ տղա եմ ուզում ասել, անունը չեմ հիշում, որ ասեց ես գեոպոլիտիկայով եմ մասնակցել եւ ասեց որ ձեր տեսակետներն ամբողջովին կիսում եմ։ Ուղղակի ես իրենց առաջարկ արեցի, այդ Իսրայելն էլ ձեր Ադրբեջանում ներկա է զենքով, դիվիզիայով, բրգադով, ասենպես որ բերեք մեր վրա այդ բաները մի ծախեք էլի Իսրայել բան, որտեղ այ խնդիրը պանթյուրքիզմը Ադրբեջանում է եւ մյուսը Ադրբեջանում է եւ բարձր չէ, բայց հիմա որպես ամբողջական լինի ասեմ որ մեր իշխանությունն է շահագրգռվի։ Կարևորը Ես իհարկե կարևոր է բոլորը, բայց ավելի կարևորը մի ուրիշ հանգամանք է, ասեցի, որ մենք ձեզ ալտերնատիվ կամ երկընտրանք ենք առաջարկում, կուսակցությունը, տեսականորեն, դա իմ կոնցեպցիան է, իշխանության կոնցեպցիան չի, իշխանությունը ինչքանով կվերցնի իր գործն է, բայց եթե մենք անցնենք խորհրդարան, սա պնդելու ենք, որն է դա, գիտեք, որ հաստատ լավ գիտեք, Իրանը ապրանքափոխադրում է թուրերով, որ ասում են, եւ նման ձևերով Բաքվով Էնզելի էլ Կասպից ծովի արևելյան ափերով մտնում է Ադրբեջան, Բաքվով դուրս է գալիս Սևծով, չէ՞։ Այստեղ ասում եմ բարեկամներ, դուք Ադրբեջանի ձեռի խաղալիքն եք, մի ճանապարհ է, եւ այդ ճանապարհը, երբ այդ պանթյուրքիստական պետությունը երբ կբուզի կբացի, երբ կուզի կփակի, մենք ձեզ ազատության եւ այլընտրանքի հնարավորություն ենք տալիս Զանգեզուրով ինչպես մանավանդ ժամանակը կարճ եմ հումորել արեցի, ասի Ադրբեջանում ձեզնից ամեն մի մեքենայից $300 կաշառք են վերցնում ամեն վարորդից, դենց է, ասի մերոնք շատ հիսու վերցնեն, բայց ես մինքեր ունեմ զրուցեցինք, ասին հիմա չեն էլ վերցնում, այսինքն որ ես կանը, այսինքն ալտերնատիվը եւ շահերի համատեղում, ես բոլորը ձեզ պարտավորեցնում եմ, որ դուք Հայաստանը ուժեղ լինի, ոչ ձեր բանը, եւ մեր արանքում ռուս չլինի, արևիկում որտեղ գտնի Իրան, Հայաստան, այդ արանքում եւ ուղիղ իմաստով եւ այլ իմաստով։ Եվ կարծես թե հենց այդ հայտարարության մեջ էլ էր, չէ՞, գրված առանց Ռուսաստանի։ Մնացածները դուք լսել եք, դուք իմացել եք, ես փակեմ հետեւյալով, այնքան գործ ընդեղ հասա, որ ես նույնիսկ հանդիպում ունեցա իհարկե իրենց ցանկությամբ այաթոլլաներից մեկի հետ ինքն էր ուզել մենք երկար զրուցենք, ես էլ գնացել զրուցել եմ։ Կարծում եմ արդեն առիթ ունենանք հետո նաև երբ որ հարկ համարեք եւ ես դուք էլ հայության լոբինգ արեք եւ այսպես թողեք էլի կա թողիկոս եք խաղացում սեժ մեր թողեք պետություն կայանանք Իրանի մեզ ու նաեւ Իրանի նման ցերփակալ եք հարցերը փակեք վերջացրեք բազար սարքելը դեմոկրատիան ու բազար չի ուզում եմ ասել այս հարցերը որտեղ մենք էլ դուրս գանք այդպեսին այդ մայրուղի մեզ շատ է ուժեղացնում եւ Չաբարի նավանկիստը շշմել է ինտերես եկել է Սպահան, Շիրազվան, դա Իրանն է ասեմ որ Իրանը նաեւ ովքեր զբոսաշրջությամբ են զբաղված շատ է փոխվել այն մռայլ օրինակ ես 99 թվին եղել եմ դեկտեմբերին շատ այն կանայք
գլխաշոր չեն գրում, եթե չեն ուզում, երեկոյան մոլ ունեն Թեհրանում, հսկա մի կառույց է, որտեղ մենք ընկերներով ոնց որ երեկոյան Երևանն է։ Իրանը շատ փոխվել է։ Իրենց էլ ասեցի, դուք մենք եկեք, բայց քիչ է ապրանքափոխադրություն եւ այլն, իշխանություններն էլ իրար հետ աշխատեք եւ խնդիրները լուծեք, բայց Իրանի բարեկամները խնդրեցի մյուզեք տեղավորվեք Հայաստանում, մենք ոչ մեկին տեղ չենք տա, մենք ռուսներին պիտի դուրս շպրտենք, եղեք ընկերել է։